Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, տաղավարում այսօր հյուրընկալել ենք 5-րդ գումարման ազգային ժողովի падգամավոր քաղաքագետ Թևան Պողոսյանին։ Բարև ձեզ, պարոն Պողոսյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Շնորհակալություն ավերի համար։ Սիրով։ Պարոն Պողոսյան, մեր զրույցը սկսենք 3 նոր-նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպից, երբ թաղապետն ու նրա ենթակաները ուղիղ եթերում ծեծի էին ենթարկում ակտիվիստ Արտուր Չախոյանին։ Ինչպես է գնահատում այս միջադեպը, ընդ որում նշեմ թաղապետն էլ Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչ էր, որը մեզ եվրոպական ապագա է խոստանում, ինչպես հայտնի է։ Որքանով է այս պահվածքը հարիր եվրոպական ժողովրդավարությանը առհասարակ։ Այդ մի կողմից կարելի է նշել կուսակցությունների եւ այնպես ընդհանուր բռնության ժամանակ ինչ կապ ունի որտեղից է ինչ ա եղել, ասենք ես թե այսօր առավոտյան աչքովս ընկավ սոցցանցերում, որ իրանց կուսակցության ղեկավարը ինչ որ փորձում էր մի տեսակ բան անել ու տալիս էր այլ քաղաքական գործիչների անուններ, եթե սրա կողմնակիցն է կներեք էլի դա հենց ցույց է տալիս, որ այսօրվա դրությամբ մենք որևէ մի բանի արժեքային իմաստ չենք կրում եւ հատկապես այդ կուսակցությունները, որովհետեւ եթե չեմ սխալվում, Չախոյանի անձնագիրը ոչ մեկ չի ասել, որ այլ երկրի է, Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանի Հանրապետության մի քաղաքացու հանդեպ, որը եկել է նիստի, խոսքով է հանդես եկել, ի սկզբանե ինչ-որ բռնություն է օգտագործվել։ Նրանից հետո ինչ կապ ունի ով ում, ոնց, երբ բռնության խնդիր է։ Երեք էլ կուսակցություններ հայտարարություն տարածեն, հանուն իշխանության։ Ասեք, որ դա զարմանալ չի, որտեղ այդ բռնությունները սկսվել է օգտագործել երևի առաջին այդ ազգային ժողովի, երբ որ պատգամավորները իրար ծեծ կրտուկ էին անում, եւ երբ որ դա անպատիժ է մնում, բնականաբար մնացածն էլ իր հերթին է մնում։ Բայց մի զարմացեք, ես արդյոք ունեցել եմ 21 թվականի ընտրություններից հետո ասելու, որ սրա հետևանքներն ռեպրեսիաներ է, այսօր ռեպրեսիաների մի մոտեցումն է, որտեղ հասկանալի որ խոսքի որևէ մի բանում չեն կարող հաղթեն, արած գործերը դատարկությունը, չկա մի բան, որը ներկայացնեն, այ այս արել ենք դրականը։ Այս տիպած ուժի բռնության են գնում։ Ամենից որ դա այդ բաների ոչ մի չի զարմացնում, զարմացնում է, երբ որ մենք զարմանում ենք, որովհետև դա բնական էր, եթե որևէ մի բանը քանի անգամ կարելի ասել, պարտված իշխանությունը միշտ բերելու է նոր պարտություններ։ Հերթական մի պարտության արդյունքում ինչ-որ մի շինարարություն ավտարվել է, սարվել, որը բան չի փոխվել, դրական որևէ, որովհետև վստահ եմ, չէ, որ եթե ունենային դրական արդյունքներ, դա կներկայացնեին, Չախոյանը կարար գներ դրական արդյունքների վրա բացասական բաներ անել, մարդկանց վրա ներազդեր։ Ոչ, պարզ հետևանք է։ Իմաստը չկա, կարելի է XY-ով անունն ասել։ Առանց հանրությանը շեղում են։ Այդ մարդկանց հայո, այդ մարդկանց չլինեին, ուրիշ մարդիկ լինեին, էլի դա ոչ մի բան չունենային, դատարկություն էլի ունենալ էր, հետևանք էլի վերջում չունենալու ոչ մի բան ասում են բռնության եւ դա դառնում բանը չէ որ դասական քաղաքագիտության մեջ բաներ է, այն իշխանությունները, որոնք չունեն որևէ բան ասելու, իրենց միակ վերջի հանգրվան ինչից կարողանան կախվել, դա ուժի կիրառումն է։ Ինչը որ մենք տեսնում ենք, եւ ոչ միայն թաղապետարանում, այլ մնացածները։ Իսկ մնացածների ռեակցիան ոչ միայն ապացուցում է, որ իրանք որևէ մի բան չունեն ասելու։ Արդարացնում է կուսակցությունը։ Այլ ցույց է տալիս արժեքային զրոյական գաղափար։ Սա մնացածի այն բանը, որ անունը ինչ են դրել, եվրոպական են դրել, եվրասիական են դրել, ասիական են դրել, լատինամերիկյան են դրել, չգիտեմ, արգենտինական են դրել, թե օրինակ անտարկտիդական են դրել, որովհետև իմաստ չկա, դա պարզապես անունները ձևականության մեջ եղան, այդ ձևականությունն է ցույց տալիս, որտեղ որևէ բանով կա չէ։ Դուք նշում եք, որ այս ծեծու ջարդերը ազգային ժողովից են սկսել, օրինակ վերջինիստերի նայեք, դա ամենա կարող է շուրգան ասեն ծեծու ջարդը փողոցում ալնում մարդու դե որ մանկապարտեզը ասում կամ մանկապարտեզում առաջ անգամ մեկի մազը քաշում ես, ոչ մի բան չեն ասում, ուզում եմ դրա մասին չի խոսքը այնա, որ երբ որ ամենացուցիչներից մեկը եղել է հենց ազգային ժողովում եւ այնտեղ ոչ մի հետևանքներ չեղել, հավաքանիները ինչի պետք է ասեն, բայց այնտեղ կարելի է մեր մոտ չկա։ Օրինակ եմ վերցնում։ Իսկ որպես նախկին падգամավորներից մի օր կպատկերացնեիք, որ մեր ազգային ժողովը նման մակարդակի կհասնի, որքանով եթե չեմ սխալվում, նախկինում նման միջադեպեր շատ հազվադեպ էին լինում։ Հազվադեպներ պատասխաններ ունեն, որովհետև նույնիսկ խոսքով վիրավորանքները, ես ինքս եղել եմ էթիկայի հանձնաժողովի անդամ, առնվազն 5 գործի, ասենց ասած, պատասխանատու падգամավորը, որը պետք է քններ, համ, ասենց 5-ն էլ պատժեն արժանացել։
այդ գործերի իմաստով։ Մենք ունեցել ենք այդ ինստիտուտը դրա համար վերացել է, որտեղ ամեն օր բացկացեք էթիկայի հանձնաժողովը պետք է նիստ աներ այսօրվա եթե ազգային ժողովը։ Չեն կարողանում 4 տարի ձևավորել։ Դրա մասին մենք հաղորդում ունեցել ենք, եթե չեմ սխալվում, հիշողությունս չի դավաճում մի քանի տարի առաջ, երբ որ առաջ անգամ ազգային ժողովում իրար ինչ ասեցին, ասեցին էլի ոնց որ դրա հաջորդ օրը ձեր հյուրն էի, դրա մասին խոսում էինք, այդ նույնիսկ այն ժամանակ հիշում եմ, որ ասել են, որ եթե սա անպատիժ մնաց, հետևանքներն էլ շարունակական։ Ինչին որ եկել ենք ասել։ Պարոն Պողոսյան, ուզում եմ խոսենք վերջին թիմ ընտրությունների արդյունքների մասին, որոնցով կառավարող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պարտություն կրեց, չնայած հատկապես Գյումրիում իշխանությունը աննախադեպ վարչական ռեսուրս էր կիրառել եւ հենց դրա արդյունքում 37% ձայն հավաքեց։ Ընդհանուր առմամբ որքանով են այս արդյունքները սպասելի ձեզ համար եւ ամենակարևորը, ինչ հետեւություններ պետք է անեն քաղաքական ուժերը, ընդդիմադիր ուժերը այս ընտրություններից։ Եք գյումրեցիներն է չգնացել ընտրել։ Ընտրում են նույնիսկ երբ որ սրանք խոսում են ժողովրդավարության մասին, ասում են ժողովուրդը որը ուզի մենք իշխանություն չենք ունենա, որտեղ հաջորդ ընտրությունները մեզ չեն քվեարկի, հա։ Ձեր առած աշխատանքի հիման վրա գնահատական եք ստացել։ Այդքան եք ստացել։ Մարդիկ ցանկացել են մեծամասնությունը, որտեղ կոալիցիոն է, չէ, հիմա անդիմության կողմից։ Իսկ այդ մեծամասնությունը ձևավորվել է եւ ձեր դեմ պայքարել։ Ասում են խափել եք գյումրեցիներին, խափելով եք ձայներ կորզել։ Ով Իշխանությունները պնդում են ընդդիմադիր ուժերը, նշում են, որ ձայներ եք փախցրել, որ միավորվեք։ Ժողովրդավարության մեջ կա մի բան, կոչվում է ամեղության կանխարգելում։ Ինչով ուզում ես արեք, դուք ինչ եք արել։ Հիմա եթե տենց ենք խոսելու, այն ժամանակ եկեք մի բան ասեք։ Ցանկացած քաղաքական կուսակցություն գալիս է ներկայացնում է իր հայտը քվեստ ստանալու համար։ Կասեք 21 թվականին ինչ հայտ է նշված եղել։ Արցախի դեօկուպացիա, անջատում հանուն փրկության սկզբունք։ Էլ որ մեկը ասեմ, այդ ցանկից, որ մեկն արված։ Բայց դուք հենց գործով եք խափում։ Դուք էլ եք քվեստացել։ Խափելով եք այն վաղտը ստացել, ինչ եք ստացել, չգիտեմ։ Բայց եթե նույնիսկ ազնիվ եք ստացել ու դրանից հետո դա չեք արել, խափությունը դա է կոչվում։ Փաստը մեր առջև է։ Այո։ Իսկ մարդիկ ոնց են ստացել քվեն, չգիտեմ, բայց գյումրեցու քվեն է եղել։ Եկեք հարգեք գյումրեցիների քվեն։ Եթե գյումրեցիների քվեն հարգում եք, ուրեմն տնակ աշխատանքում եղել է մի բան, որ ասենք այդ մարդիկ խոսք են տվել ու հələ չեն արել։ Ոնց որ այդպես բան չեմ տեսել։ Նոր է, մի քանի օր ստանցել կառավարումը։ Այնպես որ, հա, այդ իրենց ասած փաստարկը հերթական մի ոչ դրական կամ ոչ մի արդյունք չունենալու պատասխանն է, որը բնական նալելու իրենք որտե պարտվեն, տես մի բան ասելու են։ Ընդ որում այս դեպքում քաղաքական ուժերը միմյանց հետ համագործակցությունը չէին բացառել, բայց օրինակ Երևանում հիշում ենք, որ նույն Հանրապետություն կուսակցությունը բացառել էր քաղաքացիական պայմանագրի հետ կոալիցիան, սակայն ընտրություններից հետո արդեն խափեցին իրենց ընտրողներին։ Այդ թեմայի շուրջ բան անելով արդեն քանի անգամ պետք է ինչ-որ մի բանը կատարվի։ Այդտեղ միակ ցավ ուրիշ բանն է։ Ինչի համար Վազգեն Սարգսյանը մի ընտանիքում մեծանալով եղել այդ ազգային հերոսի կերպարը եւ ոնց է ստացվում, որ հիմա ինչ որ պայքար է գնում, նույնիսկ հարազատ եղբոր այստեղ ես օրինակ ավելի ցավում, որտեղ մեր ազգային արժեքների մեջ միշտ եղել է ընտանիքի գաղափարը եւ եղբայրության բաները։ Երբ որ պետք է անում դրանից խուսափել, հիշում եմ, որ օրինակ հայ ամեն մարդ անհատ է, առանձին է եւ այլն։ Իսկ մենք ունենք նաեւ հայկականության բաներ, որոնք կարան լավ լինեն կամ վատ լինեն։ Այդ ընտանիքներում այդ կռվի խնդիրը ուրիշ դաշտի մեջ պետք է լիներ։ Այնպես որ եկեք ես տնենք այն կոմա։ Սովորաբար դրությամբ ցավոք սրտին մենք չունենք իրավիճակ, որը քաղաքական արժեքների վրա է խոսում։ Արժեքների մասին չի ստե։ Ընդհանրապես արժեքների որևէ բան չգիտեմ, եւ հարմար է ասած կբացատրենք, չգիտեմ չէ։ Բայց երևի սխալ եմ ասում, կա մի հատ արժեք։ Որ արժեքի մասին է խոսքը։ Ֆինանսա իշխանական։ Միայն այդ արժեքն է գործում, որ հայ։ Հա, որը չափանիշ, իրան դժվար է կոչել արժեք, բայց Թիմ ընտրություններից հետո նաև առավել հաճախ է հնչում այն տեսակետը, որ Նիկոլ Փաշինյանին հնարավոր է ընտրությունների միջոցով հեռացնել իշխանությունից, եթե քվեարկությամբ նման պատկեր է արձանագրվում, ուստի անհրաժեշտ է պատրաստվել հաջորդ տարի սպասվող խորհրդարանական ընտրություններին։ Անձամբ որքանով է կիսում այս տեսակետը եւ որքանով է տեղին թիմ ընտրությունները համապետական մակարդակում պրոյեկտել։ Մենք առաջին չենք իմանում, ես ինչ ասած, սպասենք տեսնենք այս մասը, բայց այդ նույն սպասելու մեջ
մյուսներն էլ են չէ գործելու։ Սա մի քանի ամիս հետո բարձ կլինի։ Դա արդեն ասում են քրեական գործեր կա բացածես կային, միջև որ այսօրվա գործադիրը, որի միակ տեսլական ու նպատակը ամեն ինչի մեջ դա իշխանություն պահելն է, անելու ամեն ինչ անում դրա։ Հիմա չգիտեմ 26-ի ընտրություններին։ Ասենք հիմա աշխարհը ոնց կարա կանխատեսի ինչ ալնելու մայիսի 28-ին։ Չէ, իրատեսական համարում եք գործող իշխանությանը համապետական մակարդակով արդեն ընտրությունների միջոցով հեռացնել է։ Նայեք, միշտ է հնարավոր։ Որտեվ նույնիսկ իրանք են չընդունում։ Ժողովրդի ձեռքն է։ Ժողովուրդը կարա դուրս գա փողոց։ Տենց հեռաստի կարա սպասի ընտրություններին 0 քվետա։ Բայց եթե տանը նստի նույն ձևի, կշահեն։ Օրինակ նշում են, եթե անգամ պարտվի, Փաշինյանը չի հանձնի իշխանությունը, բախումների կգնա, ինչ-ինչ ճանապարհով։ Դրա համար ասենք էլ ինչ բան անենք։ Հիմա այսօր է ցույց տալու, էլի։ Դրա համար ասի Գյումրիի վրա սպասեք կտեսնենք։ Պարոն Պողոսյան, թեպետ Ադրբեջանի գործողությունները որևէ լավատեսություն չեն ներշնչում, սահմանին ամենօրյա ռեժիմով կրակոցների մասին ենք մենք լսում եւ հասկանում, որ այս երկիրը մտադիր չէ խաղաղություն հաստատել, բայց Նիկոլ Փաշինյանը օրերս պնդել էր, որ նոր պատերազմ չի լինելու է խաղաղություն երկու երկրների միջև։ Դու պնդել է Նիկոլ Փաշինյանի ձեռքում է դա։ Նայեք, մի մարդ, որը չունի լծակներ ներազդելու process-ի մեջ, ոնց կարա ասի։ Բայց եթե ես գամ ասեմ, վաղը արևը ուրիշ տեղից ածակելու։ Կարամ դրա մասին խոսեմ։ Չունեմ, չէ, ես տենց ոչ հնարություն, ոչ բան։ Այսօրվա դրությամբ պարտված իշխանությունից որևէ բան կախված չի։ Պատերազմը կլինի, թե չի լինի, դա կախված է Ադրբեջանի ղեկավարության կամ աշխարհի շուրջ ձևավորված երևույթների բան։ Իր ասածներին ոնց կարելի լուրջ վերաբերվել։ Իսկ ինչով եք պայմանավորում նրա այս լավատեսությունը։ Մարդկանցից ինչ-որ բաներ է փորձում ստանալ, որ իշխանություն պահի։ Հիմա այսօրվա դրությամբ այս բառն էլ ասեմ, սենց որ լավ լինի։ Իրենց այդ ասացի ժամանակ նույնի այդ ճշնամիտ կրակում է, որ ասի, եղբայր դու ով ես, որ դու ասես։ Միգուցե իրանք իրար եղբայրով են դիմում, դա մատեն ստացվեց մոտս էլ, ասենք ինչ-որ Ալիևն ու բան Փաշինյան, բայց ասեմ, բանը մանիպուլացնում են, ասում են ջահերով երթարեցիք, դրա համար ճշնամին սկսեց կրակել։ Մի ամիս առաջ դրա համար սկսել էր կրակել։ Հիմա լավ, ասենք, բանը մեր կյանքն էլ մի օրանոց չի 24 ժամը մեկ չենք արթնանում։ Տենց կինո կա, եթե չեմ սխալվում, ինչ-որ մարդավորը ամեն օր առավոտ արթնանալուց նոր ձևի կյանքը ընկալում է։ Լրատվական դաշտեր կան, բան կան, միական վարժություն արեք, էլի հասկացեք, երբ է Ադրբեջանի ՊՆ-ն ինչ ասում, մեր ՊՆ-ն ոնց է հարած կամ քանի կադրեր կան, քանի պատոհաններ կա փամփշտով ծակված արևայիններ եւ այլն, սարքավորումներ որ կրակել են։ Մի հատ այդ նայեք այդ օրերը հետո են արեք։ Հիմա հասկանալ չէ, իմ համար իրականության մեջ ջահերի երթը մի շաբաթից առաջ սկսած ես արդեն կարայի երթը չալարեի, նստեի, գրեի այ ինֆորմացիոն դաշտը սենց անելու, քանի որ այդ ջահերի երթի մի անբաժանելի մասն է եղել դրոշակների այրումը եւ դա միշտ է եղել, որը Նիկոլ Փաշինյանը դատապարտեց։ Ուրեմն եթե մի ժամանակ դա անում էին, չէին կրակում, ինչ-որ եկեք դա ուսումնասիրենք, այդ ինչն է։ Միգուցե մեր զինվորն է ամուր կանգնած եղել սահմանին ու ոչ մեկ բան չի արել։ Իսկ ձեր ժամանակ հանգիստ կարան դա օգտագործեն։ Այսինքն այրելու հետ եկեք չկապենք։ Որ Ալիևը քայլում էր Արցախի դրոշի վրա, բա դատապարտ է իր։ Մեծ խոսք ասեի։ Կարծես թե նորմալ էր դա իրենց համար։ Դե եթե դա նորմալ է, ուրեմն իմացեք, որ եթե ձեր համար նորմալ է այլ ձևի դրոշների վրայով քայլել, վառել, եթե դու սկզբունքային մարդ ես, եւ դա նորմայի մեջ է քո համար այլ պարագան է, պետք է նույն ձևի լինի նորմա այլ մարդկանց հանդեպ։ Բայց չէ՞ նկատում մարդկանց իրավունքները նույնն են։ Ալիևի իրավունքը եթե դա է, մարդկանց իրավունքն է սա։ Ալխանդիրա որ դու կարաս դա օգտագործես, դա չէ։ Հաստորեն աշխարհով որևէ մեկը դրա մասին չխոսած, բացի մենջից։ Եվ կարացին ինչ-որ մի բանի հասնել, չստացա։ Օրինակ ասում են այսքան տարի որ այրել եք ինչի եք հասել, որովհետև դա մենակ իսկ այսքան տարի որ իրանք պարտության հետևից բերում են ինչին են հասել։ Դե հանրությանը կերակրում են որ խաղաղություն ենք բերելու, որտեղ մենք այդպես էլ չեն կարողանում բերել։ Չի լինելու այդ խաղաղություն, ախր այդ խաղաղության մարդիկ դες ասել չեն ուզում ասում։ Չգիտեմ, ասենք այդ ոնց է մնացած հարցերը Ալիևին լսում եք, բայց իր մնացած հարցերը բացեք դոմ սկսում եք քեսից ուրիշին լսել։ Լսեք Ալիևի միջավայր պայմանները իր ասա ասել է, ու այդ պայմաններից հետո էլի նոր պայմաններ ա լինելու։ Մարդը ասել է, ես ասում եմ որ գնամ հասնեմ Երևան։ Այդ քաղաքը իմս պետք է լինի, Սյունիքն էլ են վերցնել։
Ժորժան, այդ մարդը իր բոլոր նպատակները ասել է, ու ոչ հիմա ցույց է տալիս, որ հետևողական փորձում է գնա իր նպատակների հետևից։ Սարմով ազնիվ թշնամի է։ Այդ իմաստով շատ ավելի։ Որտեվ այնքան թշնամիներ կան, որ կարան քեզ ուրիշ բան ասեն, բայց դու պետք է հասկանաս ինչ անես, որ իր ասածների դուր գալ չդուր գալս չի իմ հարցն է, ես ինչ շահեր ունեմ։ Իսկ մենք ինչ ենք անում։ Հանձնվել։ Ամեն օր մի բան զիջում ենք, հանձնում ենք։ Միջազգային հայցերից ենք հրաժարվում։ Ամենից, ինչ որ ուզում եք ասեք։ Օրինակ, պարզ մի օրինակ վերեմ, հա, ասենք իմ համար ինչն է օրինակ այսօր դրությամբ ավելի մեծ ցավալի իրավիճակի մեջ։ Բոլորս գիտենք, որ մայիսին Արցախի Հանրապետության ազգային ժողովում պետք է գործընթացներ լինեն նախագահի հետ։ Ցավում եմ, որ օրինակ նաև այն մարդիկ, ովքեր որ այս ամեն ինչի մեջ են, թույլ են տալիս այդ մանիպուլատիվ դաշտի մեջ մտցնելը։ Գործող նախագահան գնում է, չի գնում, հետա գնում, ով է գնում, ինչ անում, այս բանը։ Ազգային ժողովում պետք է հասկանալ, որ պետք է ազգային ժողովի նախագահի խնդիրներ լուծվել եւ այլն, հա։ Եվ այս տեղեկատվական դաշտի մեջ այն մարդիկ, որոնք ազգային են, նույն ձևի ընկնում են մանիպուլատիվ խաղի մեջ։ Մի բան է, որ ինքը ինչ ասում, բայց նաեւ մեր մտքը չէ, ներքին աշխատանքներ։ Հիմա Նիկոլ Փաշինյանի թիմակիցները կամ այսօրվա գործողների թիմակիցները անհատապես չխոսենք։ Գործող իշխանության ասած թիմակիցների ասած դաշտը, որ կուսակցությունից ուզում են, իմ համար այդքան չազդեցիկ, ինչքան ցավալի նաև, որովհետև եթե դու ունես երազանք ու նպատակ, դու միշտ կարաս գնաս ու ամեն ինչն է փոխես։ Եվ դնես սերունդ բերես աճացնես հասցնես այդ խնդիրը։ Ինչպես Ադրբեջանին արեց։ Օրինակը ինքը, Իսրայելը մյուսը։ Ու այդ ձև կարանք օրինակներ պատմաններ շարենք, դնենք նաև մենք 21 թվականի Ստալինի որոշումով շատ էին գոհ, բայց 91-ին կարացինք չէ փոխենք, 70 տարի, եթե չհամակերպվեցինք։ Ուրեմն դա հնարավոր է անել, անհնարին բան չէ։ Դա համար եմ ասում, այս դնենք էս։ Այս մյուս մասում ինչ են թույլ տալիս, որ իրանցով խաղան։ Ինչի մենք այսօր պետք է թերթը բացենք առավոտ շուտ կամ այս մեկը սենց ասա, մեկը նենց ասա, սենց շորտակից բաներ։ Ամենիչները կա պետք է նստել ժամանակին լուծել։ Եվ մայիսը դրանով այդ մարդկանց ցանկությունները թույլ չտալ, որ քեզ խաղացնեն։ Ունես արժեք։ Թե այդ արժեքելի ֆինանսա իշխանականն ամենը։ Այս առումով պարոն Պողոսյան, մենք դրոշների այրումից խոսեցինք, բայց նաև Հայաստանի իշխանությունները հայոց ցեղասպանության, միջազգային ճանաչման ու պահանջատիրության հարցն են դուրս բերել արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքից։ Այս իրողության ինչպես եք վերաբերվում սրան։ Նշում եմ, որտեղից արմատները, այս իշխանության մեծ մասը։ Նայեք, ես անգամ հիշում եմ դեպքեր, եթե չեմ սխալվում 21 թվականներ։ Լևոն Տեր-Պետրոսյանը մենք ասաց ոնց որ թե իր հարցազրույցները վստահ եմ որ կլինի երևի ինտերնետներում որ ընտրական այս գործընթացների մասնակցությունը սա ինչ որ ակադեմիա որով սովորում են հաջորդները գալիս են առաջինը եղել էր մինչև 2008 թվականը երկրորդ էս մինչև 2008 թվականը նույն մարդիկ բանը այն ժամանակ ուրացման նման չէին ասում բայց ասում էին ընդունելի ուրացման նման են ասում Դեռ Թուրքիայի լեզուն էլ է երկար էլ, պարտությունը ցան մեջ եղածների համար։ Այսինքն Լևոն Տեր-Պետրոսյանից է գալիս այս քաղաքականությունը։ Դա են սովորացել։ Մենք ինչ որ անենք, ոնց ուզում եք արեք։ Գալու է մեր ընտանիքից, արմատներից, դպրոցից, կրթությունից։ Եթե նույնիսկ մի ժամանակ փոխելու են ձեր մտքերը, բան անելու, բայց եթե դա ձեր հիմքի մեջ է, դուք հեշտ կարաք վերադառնալ։ Այ ինչը ձեզ տալիս է ոնց ամուր արժեք այն զարգացման փուլում կամ դուք հավատարիմ եք դրան մնալու կամ պայքարելու եք դրա հետևից կամ ոչ համար շատ հանգիստ եմ վերաբերվում այդ բանին նա ցարկերն իդեա ֆիքս Թուրքիայի թուրքերը մեռան ասելով եղբայր գնա Ադրբեջանի հետ հարցերը իրանք էլ են երևի իրար եղբայրը գնա հարցերը լուծի մնացածը կանենք ոնց կանենք Այս չէ մենք ինչ-որ sense հա փորձում ենք, չի լինելու այդ մի բանը։ Այսինքն Փաշինյանը Տեր-Պետրոսյանի արժեքների շարունակողն է, մենք կարող ենք այդ ժամանակն է, այդ ժամանակ ինչ-որ բան են դրել, դա չգիտեմ դա Լևոն Տեր-Պետրոսյանի արժեքն է թե չէ անհատական մակարդակում։
Բայց ինչ որ ժամանակահատվածի համար այն իրավարած քաղաքականությունը, որը դա մեր օրակարգի թեման չի, մենք դրա հետևից չենք հրամանել, ավելի է գերակ։ Հիմա սրանք փորձում են մանիպուլացնել դրանով։ Բայց Լևոն Տեր-Պետրոսյանը վստահ է, որ ամեն անգամ չի էլ ընդունել երևի ոնց պատմաբան եւ իր մեջ հայտնի որ ոնց կարա ցեղասպանությունը ինքն էլ է սերվում, չէ, ցեղասպանության հետևանքների ինչ որ բանից, որ հիմա պատրաստ չենք անի։ Բայց այս մարդկանց մոտ դա նստել է, կարելի է մոռանալ։ Կարելի է անտեսել, կարելի է բանանել։ Հետևանքը դրանից է գալիս, որ մի ժամանակ մենք դա փորձել ենք անել։ Այդ ամեն դեպքում չենք ուրացել էլի այն ժամանակ։ Դե հա, դրա համար ոչ մեկ այդ սկզբնական ժամանակ ուրացում բառը չի օգտագործել։ Այն ինքը կարողանում է ճիշտ ձևակերպել ինքը ինչ է անում։ Իստի ձևակերպումները սխալ են։ Ես դրա մասին եմ ասում, թե երևի լավ աշակերտ չէ։ Իսկ այս գործընթացից հրաժարումը Հայաստանի համար ինչ ռիսկ էր ստեղծել հայոց ցեղասպանության միջազգային պահանջատիրությունից, քանի եւ ճանաչման գործընթացից, քանի որ գիտենք մի շարք երկրներ ճանաչել են ցեղասպանությունը։ Եվ այդ երկրները միշտ օգտագործելու են իրենց շահերից, իրենց ճանաչման, ոչ մեկ հետ չի կանգնելու դրանից։ Եվ նաև իրենց ենք վատ իրավիճակում դրել Թուրքիայի առաջ։ Այսօրվա դրությամբ այդ գործիքը, ասենց ասած, մի տեսակ չեն կարողանում էլ օգտագործեն։ Մյուս գաղափարի շրջանակներում մի օր երբ որ իրանց պետք է լինի օգտագործելու են։ Եվ երկրորդ ինչ չթվում թե բոլոր հայերը այդպես վերջացեցին, որ մտածեն, որ դա բան չանում։ Դա Թուրքիան էլ էր, հենց այսօր կասեց Ծառնակաբերդի ու Շարզանն էլ ապա մոնտաժեք, քան դուք հարապարեք։ Ձեր մնացած ամեն ինչն է։ Չզարմանաք, եթե իրանք մնան, մենք դրան մի օր հասնենք։ Այդ սցենարը ասում է, որ բոլորը գիտակցեն։ Իսկ կարող են Փաշինյանի իշխանության օրոք անգամ դա տեղի ունենալ։ Եթե Արցախը մարդը որ ասում է Արցախ Հայաստանը է վերջ, այդ ձևը Արցախը մոռացավ, ու այսօր ամեն ինչ անում է, որ Արցախի պետական ինստիտուտների գոյությունը վերանա, ջարդփշուրը լինի, զրոյանա, մեղադրել արցախցիներով։ Հիմա իմ համար ինչի ես ասեցի ցավալի է, որ Արցախի ազգային ժողովուրդի ասում, այսօր այս ենք անելու, այս ենք անելու, ու հանրությունն էլ իմանա։ Ու վերջնական իմանան ու որևէ մեկի մոտ լրատվական ոչ մանիպուլատիվ խաղալներ ոչ բան որ երբևէ հետո չմեղադրվեն որ արեցին արցախցիները իրենց ձեռքով այսօր էլ են եթե նայեք չէ լրատվական դաշտի մեջ չգիտեմ քանի անգամ պետք է հերքեն որ Արցախում հեղաշրջումներ եւ այլն չի եղել Արայիկ Հարությունյանը իշխանությունը ոչ ոք չի զավթել Էլ քանի անգամ պետք է ասեմ, որ բանը Բրատիսլավայից եւ չգիտեմ Սոֆիայից ոչ մեկ չի հրաժարվել հակառակը եղել է մյուս կողմը։ Էլ քանի անգամ պետք է ասեն կռվել են ու բանեն արել եւ այլն, այլն։ Այս ամեն ինչը քանի անգամ պետք է բոլորը նորից ասեն, որ մարդիկ հասկանան, որ այս կողմից խափում են, բայց չազգային ժողովից կարա վեր կենա գնա նախարարի պաշտոն կոչեցյալը, նույն բանը կրկնի։ Երբ որ դրանից ընդհանրապես մի քանի ամիսներ առաջ էլ Արտակ Բեգլարյանով, էլ Գեգամ Ստեփանյանով, էլ չգիտեմ Էլումով, բոլոր քաղաքական գործիչներով 1000 անգամ ասել են, որ սա sense չի եղել։ Ավելին ասում են անգամ Նիկոլ Փաշինյանն է Արայիկ Հարությունյանին պարտադրել հրաժարական տալ։ Բայց դրա մասին էլ կար, չէ՞ որ եթե չեմ սխալվում սեպտեմբեր, թե հոկտեմբեր ամսին էր Արցախում մի հատ ակտիվիստ կար Civilnet-ով եկավ ասաց ես Արայիկ Հարությունյանի մոտ նստած էի զանգեց Նիկոլ Փաշինյանը խոսած կապը պահում էին մեկը ասաց կարող է սկսվել է այդ ինչն էին իրենք սպասում որ սկսվել է շուշակում է որ այո կապը պահել են սարսուտի Աստված տա Արայիկ Հարությունյանը մի օր վերադառնա հուսամ իր մեջ ուժը գտնի եւ ճշմարտությունը նաև իր բարձաբանումներ կներկայացնի։ Բարձաբանում թե թեկուզ պատմությունը իրականում տեսնել, որովհետև ինձ թվում է մենք շատ բան չգիտենք այդ տեղեկությունների մասին, բայց եթե Շարոմանյանը ասում է տեքստը ուղարկվել է Հայաստան, ինչ որ բաներ ասվել է, չեն իմացել են։ Այդքան ազգային արժեք էր եւ հետևում էր քո խոստմանը Արցախի դեօկուպացիան այդ թուղթը ճղեիր, ասեր ինքն է սպաների, բայց այս թուղթը չի լինել։ Արել են, չէ։ Իսկ երբ որ տեղ գյուղից հայ սահմանապահը նստած նայում էր ոնց իր եղբայրը եղծահողում կռիվա տալիս եւ զոհվում է,
Այդ նույն եղբայրը, որը երբ որ ջերմուկում հարձակվել էր, եղծաղողից եկել գնացել է ջերմուկում, պահել է քո համար։ 22 թվականի։ Իսկ դու պարզապես նաև եռադիտակով նայում ես, որովհետև եռադիտակ էլ չլներ, տեղ գյուղից եղծաղողը երևում է։ Ասենք սրան ինչ ենք ասելու։ Ես չգիտեմ այդ սպաները ոնց են ապրում։ Բայց դե հիմա ասենք էտա։ Ունենք այն ինչ ունենք։ Եվ վերջին շրջանում իշխանական ամենատարբեր պաշտոնյաներ ու գործիչները աչքի են ընկնում իրենց անադեկվատ պահվածքով, Նիկոլ Փաշինյանի պահվածքի մասին էլ չենք խոսում, որից կարծես մենք այլևս չենք զարմանում։ Այս համատեքստում իշխանականների պահվածքը շատերը պայմանավորում են այն իրողությամբ, որ վերջիններս արդեն արկա էին գիտակցումը, որ հեռանալու են, ուստի այլևս իրենց չեն տիրապետում։ Որքանով եք այս տեսակետը կիսում, թե հերթական անգամ ցանկալի մեզ մատուցվում է իրականություն։ Չեն տիրապետում։ Բայց եթե դիտարկեք այդ մարդկանց բաները միշտ այդպես չտիրապետման շրջանակներում եղան։ Բազմաթիվ են օրինակ վերջին շրջանում այս միջադեպերը դարձել։ Թե ինչն է իրանց բանանում, նայեք, մարդիկ մեկ-մեկ կյանքում 3 փորձություն կա։ Իմ տատիկն է միշտ ինձ բան արել ու դա մեր ընտանիքում ասել է փողի փորձությունը, փառքի փորձությունը, իշխանության։ Արդյոք կմնաս դու նույն մարդը գումարներ ունենալով կամ գումարներ չունենալով։ Մեկ-մեկ մարդիկ դա են գործում, գումարները շատանում են, իրենք էլ չեն հասկանում ինչ են անում։ Փառքը։ Քեզ ոչ մեկ չի ճանաչում, բայց մի անգամ երգում ես ֆանտաստիկ բան, կամ մի հատ նկարը տա հանճարը տա, կամ ինչ-որ կինոյում ես նկարում։ Արդյոք դու կկարողանաս նույն մարդը մնաս այն փառքի գաղափարի մեջ լինելով եւ իշխանությանը։ Այսօրվա գործողների թիմը ցուցադրած որ ինքը որևէ մի բանի չի դիմանում։ Այդ 3 փորձություններն էլ բան արա։ Հիմա թե ինչի որն է սկիզբը։ Իշխանությունը շատ ունենալուց թե վախը իշխանության կորուստից։ Փառքը դա շատ է չի եղել, հետո է ավելացել, ինքդ էլ չգիտես դրա հետ ինչ անես։ Թե ֆինանսական միջոցները ոչ մի բան չի եղել, պարտքով էի ապրում, մեկ էլ հիմա պարզվում է ինչ-որ դեկլարացիան բաներ հայտարարագրեր լրացնելուց ես ինչեր կարող բանանես հիմքը որն է ինչ տարբերություն իմ համար որովհետեւ գործող իշխանությունների ամենամեծակում խնդիրը դարձել է իշխանություն պահել ինչ-որ վախերից դրդված այդ վախերի շրջանակն էլ թե ինչ հետևանքներ է ունենում երկու վախն էլ մի մահա մի հատ Ադրբեջանից են վախում մի հատ իրանց գալիքներից։ Դա համար իշխանությունը որոշել են պահել։ Միջավերջ եւ ուրիշ որևէ խնդիր չկա։ Եվ պարոն Պողոսյան, 2016 թվականի սեպտեմբերին դուք ձեր տանը հյուրընկալեցիք Նիկոլ Փաշինյանին եւ Էդմոն Մարուքյանին ու հաշտեցրեցիք այս գործիչներին։ Իրանք ասում են, որ ես չեմ իրանց հաշտեցրել, այնպես որ հետևեք դա լավ է։ Էդմոն Մարուքյանը մի քանի անգամ ասել է, որ դա արել է Սասուն Միքայելյանը, որ մեր տան ճաշկերուտից հետո գնացել են հաջորդ օրը Վանաձորի ընտրություններում ամենա կոշտ ու կոպիտ բառերն է օգտագործել Նիկոլ Փաշինյանը ես հաշտության բան չեմ արել փորձը ուզել եմ շատերը ձեզ են մեղադրում ելքդաշինքը ձևավորելու համար լսեք ելքդաշինքի անդամներին իրանք ավելի երևի ճիշտ են ասում ով արել ես ելքդաշինքի ոչ ձևավորման ցանկություն եմ ունեցել ոչ բան Պարզապես այն ժամանակ ինչև հրավիրել նաև գրել եմ ինչի համար։ Իմ ասածներս այն որ ասում արհամարվում է մի նկարի վրա մարդ ինքը իր համար Հոլիվուդի կինո է նկարում, բանա։ Պարզապես իրենց գրել եմ։ Այն ինչ որ այսօր տեղի է ունենում, երկու երիտասարդական sense ասած համատած բան նոր տարիքի բանի մեջ, որոնք քաղաքական ուժեր են ձևավորել։ Գնացել են պայքարի եւ ամբողջ այդ ժամանակ պայքարի դաշտը այդ օրվա գործողները նենց էին ան որ իրար դեմ էին կռիվանում։ Ասես եթե իրար դեմ եք կռիվանելու դուք միշտ պարտված եք։ Մենք այս դեպքը ունեցել ենք եւ մեկ անգամ չենք ունեցել։ 96 թվականի հիշացնում եմ Լեոն Տեր-Պետրոսյանը միշտ ասում էր եթե դուք չմիավորվեք ես դες միշտ հաղթելու եմ։ Ազգային ժողովի իր ասած բանը։ Ուզում եք ինձ հաղթեք միավորվեք։ Մտածելով որ չի միավորելու կռիվ են անելու։ Դե Պաուլ Հարիկյանը, Վազգեն Մանուկյանը եւ այլն այդ ժամանակ չէին բանում։ Բայց միավորվեցին։ Ստացվեց մեկ տեխնացուի կողքը կանգնել։ Եվ 96-97 թվականների դեպքերը բոլոր իրենց ավելի լավ եք հիշում, չէ՞։ Փաստացի հաղթեց Վազգեն Մանուկյանը։ Չէ, կարակ բան անեք։ Ու միշտ այդ բանն ա եղել։ Միշտ գործող իշխանությունը մանիպուլացնում է անդիմադիրների շրջանում։ Նույնը հիմա է տեղի ունենում։
Նույնը հիմա է տեղի ունենում։ Այսօրվա գործողերը պարակտումներ են մտցնում ընդդիմադիր դաշտի մեջ, որ չմիավորվում են, որովհետև միավորվելուց գիտեն Գյումրի արդյունքն են ստանալու։ Իսկ փորձեք այսօրվա անդիմությանն էլ հաշտեցնել։ Ոչ, էլ սխալը չեմ անելու։ Իսկ այսքան ափսոսում եք Նիկոլ Փաշինյանին եւ Էդմոն Մարուկյանին անգամ հյուրընկալելու համար, կարող ենք եզրակացնել։ Երբևէ չեմ ափսոսում արածի համար։ Ափսոսում եմ չարածների համար։ Որովհետև նույնիսկ իմ սեփական երեխան մի օր ասել ես ինչ պետք է անեի այդ օրը։ Դրա մասին չի խոսքը։ Խոսքը ստեղ հետևալու է, փորձ ա եղել։ Տրվել է դրական արդյունք, չի տրվել, չգիտեմ, ավրայա ձևավորվել, ինչ արել, բայց իր իմաստով ինքը իմ համար բացասական փորձ է, դրա համար չեմ անելու։ Երկրորդը, որևէ մեկին հաշտացնելու համար դու պետք է ունենաս վստահություն երկու կողմերի մոտ։ Միջնորդը, եթե երկու կողմը չեն վստահում միջնորդին, չեն, այսօր դիմադիր դաշտում ինչ չեն վստահում։ Դեպի մեկ հենց այս նույն օրինակն է փորձում աշկացած։ Առանց հասկանալու ինչ եմ արել, փորձել եմ, չեմ փորձել, ինչի ես այնտեղ չեմ եղել, ինչ եմ ես բան արել, որոնն եմ ես հեռացել որևէ մի պաշտոնից։ Որևէ մի բանը իրական փաստագրման բանը չի հետա։ Ես ոնց փորձագիտական նաև բանի, սիրում եմ ժամանակի մեջ դրնել դեպքը փաստը այդ օրվա դրությամբ ուսումնասիրել։ Ինչ եմ ասում։ Հանգամանքը չեն նշում, որ դուք ելք դաշինքի ցուցակում նաև չեղաք, եթե դուք եք ոչ էլ լինելու են, ոչ էլ շատ լավ։ Ես այնտեղ եմ որտեղ կամ ես այսօր դրությամբ անում եմ այն, ինչը որ կարամ անհատապես իմ համար մի փոքր բան ստեղծեմ, պահպանեմ, որ հետո միգուցե մի բան։ Հիմա ես շատ ուրախությամբ նորից ասում, այն այք այս բոլոր խնդիրների մեջ Արցախյան գործող քաղաքական ուժեր ձեզ էլ են մանիպուլացնելու։ Գնացեք ձեր հետևից։ Մի թողեք, որ հետո մի օր մեղադրեն, որ արցախցիները իրանք իրար հետ չկարողացան որևէ մի հարց լուծել, ոչ ազգային ժողովի մեջ, ոչ նախագահի տեխնացուն կարացին ընտրեն, որ այդ ինստիտուտները, որտեղ դրան է բերելու։ Այսօր եմ ասում, որ հետո չասեք այդպես բան չեղե։ Նույնը այսօրվա բոլոր քաղաքական ուժերին Հայաստանում, այ որոնք գնալու են իրար մի կերեք։ Իրար դեմ մի բան արեք, եթե ձեր նպատակն է։ Որտեղ այս տեսակի մոտեցումը միշտ է եղել։ Ինչի ես իջայինքում, իջևս ժամանակների կալը։ Գտեք այն մարդունը, որ ում կվստահեք բոլոր կողմերով։ Փորձեք իր միջոցով ճիշտ հնարավոր է գտնել նման գործիչ։ Ես վստահ եմ անհնարին բան չկա։ Հարցն է, ես ցանկություն ունեմ, թե չէ։ Եթե ես իմ տեսլականի մեջ ուզում եմ վերականգնված այս, չգիտեմ, մոխիրներից Փյունիկի նման հառնած Հայաստան տեսնել, հա, Արցախի վերականգնում տեսնել եմ, ուրեմն ես պետքա դա փնտրեմ ու անեմ, ու հասկանամ, որ ստեղ իմ անձնականս պետքա դնեմ մի կողմ։ Երկարատև նպատակն է կարևոր։ Ասած խոսքս, նայեք 96-ին կարող ենք ասենք, այսօր դրությամբ մեզ պետք չի արտաքին քաղաքականության մեջ այս խնդիրը տանել առաջ, բայց այնպես պետք է ասես, որ դա թողի ազդեցություն ապագայում սերունդները դրան մանիպուլացնեն առանց բաների, որովհետև ես չգիտեմ այդ խոսքը երբ են օգտագործել եմ։ Ամեն օրվա ասած խոսքը կարող է 15 տարի հետո օգտագործվի, կարող է 20 տարի հետո օգտագործվի, կարող է մի օր հետո օգտագործվի, բայց դու պետք է կարողանաս ինքդ գիտակցես, երբ որ դու քաղաքական դաշտի մեջ ես, քո ասած խոսքիդ արժեքը քո հանդեպ կամ ուրիշների հանդեպ թույլ չտալու օգտագործելու իմաստով, բացասական։ Պարոն Պողոսյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք 5-րդ գումարման ազգային ժողովի պատգամավոր քաղաքագետ Թևան Պողոսյանի հետ։ Կհանդիպենք։